Ուրախ եմ այսօր դարձյալի որ ծառայության մեջ եմ եւ ասո խոսքը պիտի բաժնեցիմ շատ ուրախ եմ եւ շատ կաչալերված կստամ որովհետեւ խոսքը ներկայացնել են առաջ խոսքը ապրած եմ խոսքը փորձառություն ունիմ խոսքին վրա հնազանդած եմ հաղթություն ունեցած եմ եւ երբ որ խոսքը կպատրաստվիմ եւ գետերը կտնեմ եւ կներկայացնեմ հիմա հոն հաղթությունս կվայելեմ հոն հնազանդությանս արդյունքը կվայելեմ չեմ ասել 100% հնազանդ եղած եմ Աստծո, բայց ավելի քիդագից եղած եմ, կհասկանաս։ Աստծո խոսքը շատ քեղեցիկ է եւ Աստծո խոսքը ճշմարիտ է, եթե խոսքը որթուն գլսես գմդածես այդ խոսքին վրա, գմդածես եւ գնայիս ինչ գապ ունի քու կյանքիդ հետ, որքանով թուն անոր վրա գմդածես, որքանով կհնազանդես եւ որքանով հավատքի քայլ արածես կյանքիդ վրա։ Գիտես, Աստված գմեծարե ան զավակը, որ իրեն կվստահի եւ կհավատա, եւ Աստված կմեծարի այն զավակը, որ իրեն կհնազանդի, որովհետեւ երբ որ կհնազանդիս Աստծո, բնականաբար իմաստություն ունենաս, աստվածային իմաստություն, եւ այդ իմաստությունը ուղղե կսկաս որ ունիս, որովհետեւ առաջվան ցևով չես աջաբարեր խոսելու, առաջվան ցևով սխալ խորհուրդներ չես ունենար եւ Սուրբ Հոգին որ քո մեջը դե շատ ավելի սերդորեն եւ ավելի արագ իր հետ կհաղորդակցիս եւ երբ որ սենք դեպքերու արժև գլաս պատասխաններու արժև գլաս գիտես եւ յանքի ընթացքը ցևը եղած է այլևս եւ Սուրբ Հոգին մդիկ ընելով գարաշնորթված կխոսիս դom որոշում մգարնես գիտես գուզեմ փամը բաժնեցիլ այդ ավելի հստակացնելու համար միտքս որ ինչպես ասված գբադվե երբ որ թուն իմաստուն ըլլաս երբ որ թուն սпасես Սուրբ Հոգին երբ որ փամը գուզես խոսիլ անել հարցնել գսես դեր հարցնեմ եւ վարգանական Սուրբ Հոգին քեզի կպատասխանե եւ եթե թուն հավատաս որ ինքը պատասխանեց քեզի եւ հնազանդիս այն ժամանակ ամոթ բդուղը պիտի ուտես ասկեց մեկ ամիս առաջ էր հարցումը գար գուզեի մեգումը հարցնել բայց չարաշնորթվեցա ասի Սուրբ Հոգին հարցնեմ կամ չի հարցնեմ եւ մեկ ամիս վերջ օր մներ at նույն անցեն որ գուզեի դեղեցություն ունենալ at անցը ինձի քրեց եւ սկանչացա դերոջը կորզին վրա եւ Սուրբ Հոգին սա նայտուն սпасեցիր տուն հարցուցիր եւ հիմա ես իմ ժամանակից ու ուզած հարցումիդ պատասխանը քեզի գուտամ քերեցիկ է աշխատիլը Սուրբ Հոգի շատ անգամ կյանքիդ մեջ բաներ կան որ դերևս անմիջապես քրոջը եղբորը գուզես հանալ եւ գարձիկը առնել շատ կարեւոր է փորձառու մարդոց հասուն հավատացյալներու հարցնելը բայց եթե միշտ այդպես հարցնես ինչպես տուն բիդի ճանչնաս Սուրբ Հոգին ինչպես կխոսի քեզի հետ ինչպես Աստված կհարաբերի քեզի հետ so ամեն անգամ շատ մի աջաբարեր երթալու մարդոց հարցնելու գարձիկ առնելու գաղափար առնելու անգամները սпасե աղոթե եւ Աստված ինքը քեզի պիտի պատասխանե եւ այդ ցևով է որ քու եւ Աստծո միջև հարաբերությունը մտերմությունը վստահությունը պիտի սկսի ավելի սկաս եւ ավելի ապրիս կյանքիդ վրա որ Աստված այսօր քեզի ալ կխոսի ամեն այսօրվա նույնը շատ հետաքրքրական նույն մնե գուցեմ որ լամը դիգնես միջև վերջ քանի որ Աստծո խոսքը կսիրես քանի որ զարավ ես Աստծո խոսքին թող Աստված այսօր քեզի թփնա այսօր Աստված քեզի խոսի այսօր Աստված կոմիտ կփոխե Աստված այսօր քեզի զորացնե թող Սուրբ Հոգին քեզի օձե եւ յանքը թող նույնը չլա այսօրվա նույնը ասկեց առաջ բաժնեկցած եմ բայց կարևոր նույն մնե եւ ուզեմ անգամը եւս այդ բաժնեկցիլ որ ինչ կհրճագես կյանքիդ վրա ինչ կխոսիս կյանքիդ վրա դժվար օրերու մեջ կաբրինք դժվար ժամանակներու մեջ կաբրինք դյութական դակնապ առողջական վիճակներ քենություններ ասկի դժվարություններ եկեղեցական դժվարություններ աս ամենը մենք կտեսնանք եւ չենք կրնար անդարբեր ըլալ նույնիսկ որ եթե հարաբերություններու դժվարություն ունենք եթե նյութական դժվարություն ունենք առողջության դժվարություն ունենք բայց կտեսնանք ինչ որ կկատարվի աշխարհի մեջ ինչ որ կկատարվի հայ ժողովրդին մեջ եւ մենք չենք կրնար անդարբեր ըլալ եթե մենք աղոթով զավակներ ենք եւ Աստծո խնդրով զավակներ ենք
եւ բարեխոսներ ենք եւ ուզենք աղոթել Աստծո, որ մթնոլորտներ փոխվին եւ ասենք թե պատերազմական վիճակ, պատերազմական խոսքերով, հալածանքներով, հարվածներով թատրին, որովհետև մենք Աստծո զավակներն ենք, մենք կսիրենք որպես ազգ, մենք կանչված ենք միապանր լալու, մենք կանչված ենք սիրելու, մենք կանչված ենք բարձրելու ծածկոցին դակ փնագելու ամենակարողին պաշտպանությանը դակ, իրար սիրելու, իրար բարձրացնելու։ Եվ ասիկա թուն եւ ես հասկացած ենք, բայց շատեր կան չեն հասկացած իրենց կյանքի մեջ, բայց մեր բարդականությունն է ոչ թե քննադատել, բայց մեր բարդականությունն է աղոթքով գնալ մեր եղբայր եւ քույրերուն համար, ամեն։ Բայց այսօր հարցումը քեզի պիտի հարցնեմ, դու քու կյանքիդ վրա ինչ կխոսես, ինչ կհրճագես, որովհետև Արագած 18:21-ի մեջ կսե մահը եւ կյանքը լեզվին ցերկն են, ինչ որ գսիրես անոր բդուղը կուտես, ճաշեր գլնան շատ համով են եւ քեզի չեն մնասեր, ճաշեր կան որ քու առողջությանդ կվնասեն։ Եվ լավ չէ որ ուտես, բժիշկը ասած է պետք չէ ուտես, եւ երբ որ ամեն անգամ որ ուտես, արյան ճշում ունենա, շաքարդ գավելնա, բայց երբ որ գուտես, մարմինդ կվնասես։ Նույնն խոսքերը դե։ Երբ որ դու կյանքի խոսքեր գխոսես, անոնք պիտի ուտես, անոնք պիտի տեսնաս, անոնք պիտի գադարվի քու կյանքիդ մեջ, որտեղ խոսքը շատ զորություն ունի։ Ինչ որ պերանետ գելլե, ադիգա կգադարվի ուշադրությունները։ Բայց երբ որ դու մաղմամ խոսքեր գխոսես, բացասական ասենք ցախողության, թշկողության, քանքադի տոնանոց բդուղը պիտի ուտես։ Կուզեմ որ Փանաս ասհամարը Արագած 18:21-ը եւ թուղթի վրա կարես մահը եւ կյանքը լեզվին ցերկն են եւ ինչ որ սիրես անոր բդուղը կուտես եւ որտեղ խոսքերը դեն որ քեզի մահ կփերեն եւ խոսքերը դեն որ քեզի կյանք կփերեն ուրեմն պետք է դու ընդունիս խոսքերուդ հետևանքը ինչ որ խոսիս քու կյանքիդ վրա ադիգա պիտի լա գիտես Եփեսացիս 6-րդ գլուխ 4-րդ համարի մեջ կամ 6-րդ գլուխը գսե որդիներ հնազանդեցեք ձեր զավակներուն, գիներ հնազանդեցեք ձեր ամուսիններուն, ամուսիններ ձեր գիներուն եւ դեռ մգա գսե հայրեր ձեր զավակներուն մի փարգացնեք եւ գրթությամբ եւ խրադով մեծուցեք որբեսի թունք ու զավակը չի փարգացնես ամեն առաջ պետք է գիտնաս ամենքս ալ երբ որ աշխատենք եւ գահայտենք մեր ընտանիքին որ մենք միայն չենք կրնար օրվա հացը հայտայթել բայց մենք պետք է ցանկի հացը ուտենք ցանկի հացը ուտենք եւ մարսենք որովհետեւ գարենակ աստվածաշունչին խոսքերը խոսին գրտել եւ խրատել գիտես որովհետեւ ինֆորտուն բարգացած ես կորձեն եկած ես հոգնած ես եւ զավակդ ասենք անհնազանդություն գնե եւ մտիկ չներ քո խոսքդ եւ մեկ անգամ գամպերես, երկու անգամ գամպերես, երեք անգամին արդեն փորփոքեցար, սկսած բորան, կանչել, առնել, դալ իրարու հետ եւ անգես վերջ ինչ թուր գպանաս, կսկսիս բացասական խոսքերը, կսկսիս ամենակեշ խոսքերը քու զավակի թրջագել, քու պերանետ հանել, եւ այդ խոսքերը կգադարվին իր կյանքին վրա ուշադրությունները ուշադրությունները ադոր հետևանքը շատ կարևոր է անոր համար ես քեզի կքաչալերեմ հիմա եթե դու քու կյանքիդ վրա որ խոսած ես նեգատիվ խոսքեր, կուզավակներուդ վրա, ապաշխարես անորամար եւ ասես որ ամեն խոսած խոսքերը զավակներուս վրա, գնկանս ամուսինիս վրա, անձիս վրա ես չեղյալ կհամարեմ, ոչ մեկ ուժ ունին իմ կյանքիս վրա, իրենց կյանքին վրա եւ իրենց ճակատագիրին վրա։ Եվ կյանքի խոսքեր պիտի խոսեմ եւ որոշում առ որ ամենադժվար վիճակներուց մեջ ամենադժվար տուն Հիսուսին պիտի նայես պիտի ժպտաս եւ պիտի ասես հարկ Աստծոդեր գիտեմ որ ասորալ ելքը պիտի դաս որովհետեւ կվստահեմ քեզի ամեն եւ շատ անգամներ քու հրճագումները դաստեմ քու ճակատագիրի նայ ինչպես կխոսիս դժվարություններու ժամանակ ինչպես որսի եւ Աստված Հիսուս է որսավ Ես եկա քեզի կյանք տալու եւ ավելի կյանք տալու քո ամեն ինչը պիտի հոգա, նյութականդ պիտի հոգա, հացդ պիտի հոգա, ամեն քո պետքերդ պիտի հոգա, եթե դու իրեն վստահիս եւ սպասես։ Ամեն։ Եվ անցեր կան օրինակի համար իրեն ճակատագիրին վրա գխոսին, անցեր կան ուրիշներուն ճակատագիրի մասին գխոսին։ Գնալալ որթուն ասեք թե առաջնորդ մնես եւ շատ դեսիլքներ ունիս եւ շատ բարի բաներ գցանգաս անել լայնալ մեծնալ բայց քո հետդ եկողները շատ հորեդես մարդիկ են եւ երբեք
քու դեսիլքները ճունին քեզի պես ատխանթավարությունը փապակը ճունին եւ ամեն անգամ որ բամը գուզես ցերնարգել գուքան եւ քեզի գուգին ուժդ գարնեն եթե դու զորավոր ես եւ Քրիստոսով ես եւ ազողոքին քու մեջը դե դու իրենց մդիկ չեսներ եւ քանի որ դերը քեզի դված է ադիգա դու նանոր կհետապնտես եւ կհաջողես բայց եթե քու մեջդ ազողոքին դգար է եւ հավատքը ճունիս այն ժամանակ դու պիտի աստվիս այդ անձերեն եւ սուբ կրային սուբ քիրքեն օրինակ մգրնամ քեզի դալ գիտես իսրայելացիները 40 տարի անաբադին մեջ էին եւ շատ դժվար է անաբադի մեջ ապրելը չեմ գիտեր եթե փորձառություն ունեցած ես վերը երգինք վարը ավազ բայց ասված իրենց հայթայթեց իրենց մխիթարեց եւ փանեմը բագաս իրենց չծկեց եւ երբ որ ժամանակը եկավ անհամբեր 40 տարի վերջ խոստացված խոստումը որ պիտի մտնեն կանանու երգիրը Մոսես քնենք պատմության մեջ ելիցին մեջ որ 12 լրտեսները ղրկեց որպեսզի երթան եւ կանանու երգիրը ուսումնասիրեն այսօր եթե դու պիտի քախտես կամ երգիրը պիտի երթաս սկիզբեն պիտի նայես ուսումնասիրես կամ շատերուն հարցնելով պիտի առաջնորդություն գտնաս ուրեմն 12 լրտեսները կացին 40 օր բոլոր երգիրը լրտեսեցին, վերադարձան, ժողովուրդը անհամբեր իրենց կսպասեր, Մովսես կսպասեր, որպեսզի գիտնան այդ երգիրը ինչպես է, ժողովուրդը ինչպես է, զորավոր են, դգար են, գիտես դեղեցություններ փեն եւ 12 լրտեսներեն 10 հատը կովեցին, ասին իսկապես գաթ եւ մեղր փոխող երգիր է, շատ քեղեցիկ է, բդուղեն օրինակ փերին իրենց հрамցուցին, սակայն ասին, բայց մենք չենք կնար այդ երգիրը երթալ, հարցագիր գրավել, ինչու, որովհետև այդ երգրի մեջ բնակողները շատ զորավոր հսկաներ են, իրենց քաղաքը բարիսներով շինված են, մենք ինչպես պիտի համարձակենք, եւ գիտես, մեկ անգամ են ասանք 40 տարի գիտես իրենց ցերևշատերուն հայրերը մայրերը մեռած են, բայց իրենք սերունդ մնեն եւ կսպասեն մտնալ, կսպասեն դեղավորվել, կսպասեն դուներ ունենալ, կսպասեն կորձեր ունենալ։ Գիտես հաստատվել եւ հանգարց կուքա եւ անցմը քեզի գսե, գիտես դու չես կնար ասիգա անել։ Ասիգա մեր կորձը չէ, ասիգա մեր ուժերեն վեր է եւ կուպոլոր ասենք թափդ կգդրե։ Բայց on փարկաստծո որ երկու հոգի գար, Փաղեփը եւ Հեսվան որոնք ազո հոգին ունեին, տարբեր էին ատմույս 10-ը, ատմույս 10-ը դրդմատ սիրտ ունեին, անհավատ սիրտ ունեին, եւ ցանկի խոսք չխոսեցան, եկան մահ խոսեցան, եւ մահ խոսելով շատ շղթական ուժ դվին մարդոց ցանկերուն սրդերուն վրա, բայց աս երկու հատը Փաղեփը ասավ երթանք եւ գրավենք, ինչ որ Աստված մեզի տված է։ Փաղեփը Հեսվան եւ անոնք որոնք հավատացին մտան խոստացված երգիրը գրավեցին եւ ապրեցան իսկ անոնք որոնք մահի խոսքեր խոսեցան անոնք որոնք վախի մեջ էին չհավատացին հավատք չունեին անոնք մեռան եւ գործվեցան այնպես որ այսօր դու ճակատագիրիդ վրա ինչ կխոսես հիմա որ դու երդասարտ ես կամ միջին դարիք ես ինչ կխոսես ապակայիդ վրա միշտ հաղթական խոսքեր խոսե միշտ կյանքի խոսքեր խոսե դժվարության այդ մեջ անկամ Ինչու պիտի խոսես, պիտի ես բամը չերեմ նար, ինչպես պիտի խոսեմ։ Մի մորնար որ Աստված ունես, եւ Հիսուսը ասավ քեզի երբեք պիտի չի ցկեմ, եւ Հեսվային ինչ ասավ, օխած տեղերը քեզի պիտի դամ, ամեն ասկերը քեզի պիտի դամ, այդ խոստումները ամենը մեզի համար են, եւ որ կգարտաս եւ այդ խոստումները կստանաս հավատքով քեզի համար, այդ խոսքերը դու գրնաս ապրիլ ու կյանքիդ օրերուն մեջ։ Ամեն Ուրեմն հաջորդ բանը որ գուզեմ քեզի ասել արթուն եւ սկստ եղիր ինչ որ գխոսիս եւ ինչ որ որոշում գարնես որովհետեւ փարգուչանը շվարած ժամանակներուդ գրնաս բաները ստորակրել գրնաս խոսքեր խոսել եւ ադիգա ադոր հետևանքը դու պիտի գրես եւ նորեն սուբ քիրքեն քեզի օրինակ մը գուզեմ դալ Դանիել Քալուխեն գիտենք ինչպես նախ Նապուկոդոնոսոր թագավորը որքան հավնած էր Դանիելին եւ իրեն մեջ տեսած էր Աստծո հոգին անգեց վերջը Թարեհ թագավորը եւ Թարեհ թագավորը խիստ մեծացած էր Դանիելին գիտես դարբերը երբ որ գտեսնաս անձեր որ իրենց մեջ ոչ թե միայն քիդությունը զորավոր է ոչ թե միայն ասենք զարգացում ունին բայց միևնույն adեն իրենց մեջ հոգի մը գա որ չի գա մյուս անձերուն մեջ
գիտես ասիգա գտեսնվի մարդոց մեջ, խելացի մարդոց մեջ։ Ուրեմն Թարեհը դեսավ ասիգա Դանիելին կյանքի մեջ եւ սկսավ խիստ բարձրացնել։ Եվ երբ որ գիտես կբարձրանաս, միշտ նախանցողներ պիտի ունենաս։ Եվ այդ նախանցողները փորձեցին ամեն կնով սխալ մկտնա Դանիելին կյանքի մեջ, հայց չի կդան։ Ինչպես մարդ մը գրնա ամեն ինչ strategically ամեն բան շիդա գնել, ամեն իր թակավորին դված կորձերը ամեն բան հնազանդելով են։ Այս մարդուն վրա բամը չի կդան Դանիելին։ Ոստի ինչ էին, ելան թագարտ դարեցին տարեք թակավորին եւ ասին որ գիտես տարեհը Դանիելը քեզի չի ճաշտել իր աստուծույն կբաշտե։ Եվ տարեհը անշուշտ արդեն ստորագրած էր հրամանակիրը հրճագած էր որ անոր իրեն մեզած ուրիշ ասվածներու կբաշտե ադիգա պիտի նետվի արուսներուն կուպա։ Տարեխ խելացի չեղավ այդ վարգյանին, տարեխ չանդրադարձավ, որ այդ մարդիկը ինչ կնեն։ Եթե թարե ազո հոգին ունենար, այո խելացի է, բայց եթե տուն այսօր ազո հոգին ունենաս եւ զանազամությունը ունենաս չարին եւ բարիին, պիտի անդրադառնաս, որ թիմացինը քեզի ուր գտանի եւ ինչ է իր նպատակը։ Անորոմար Պետրոս Արաքյալ գսե արթուն եղեք, ամեն ադեմ սկաստ եղեք աղոտքի մեջ, որովհետև թշնամին պատրաստ է քեզի գալու, կողնալու, ուդելու եւ մերցնելու։ Ուրեմն թարե ինչ որալ ըրավ, քանի որ խոսքը բերանեն ելավ, չի գրծավ at իր խոսքը չերյալ անել։ Եվ եկաներանսին, ասին որ ասիգա մեր երկրին օրենքն է, որ թակավոր է, որ փամը գստորակրե, փամը գխոսի, ետ չի գնար դառնալ։ Քու կյանքիդ մեջ եւ իմ կյանքիս մեջ, երբ որ փամը գխոսինք մեր անձին վրա եւ վերջը զղջանք այդ խոսածուս վրա օգուտունի, անոր հետևանքը գտնենք։ Անորոմար ազգեց վերջ շատ կխնդրեմ քեզ մեն որ աշխատիս կյանքիդ վրա, աշխատիս լեզուիդ վրա, որ դու ինչ կխոսիս զգուշեր անոր վրա եւ ուրիշ օրինակ մնալ գրնամ արնել օրինակի համար շատ անգամներ մարդիկ ինչ որ գհրճագեն չար բաներ չարը ինչ որ գնե գիտես ադիգա ինքը անոր բդուղուտ է եթե դու այսօր սրդիտ մեջ թարմություն ունիս անցիմը նկատմամբ մի ունենար եւ ապաշխարե անորամար երկու հարցը ասուծո հանցնե թող Աստված ինքը պատերազմի քեզի համար, որև Աստծո խոսքը գսե որ Եսայայի մեջ քեզ բիջոներուն հետ ես պիտի վիճիմ։ Այնպես որ թունք ու խնդիրը Աստծո հանցնե։ Եվ եթե Սուբկիրքին օրինակը նայինք նորեն, Փարավոնը ինչ հրավ, Փարավոնը ոչ թե միայն հրաման հրավ Մոսեսին ծնունդին ժամանակ, որ բոլոր դղազավակները ճուրին մեջ պիտի ինան եւ պիտի խեղդվին, ժանդախտի ժամանակ անցրանիկ զավակները մերան, եւ ոչ թե միայն զավակները մերան, բոլոր եգիպտացիները, որոնք իսրայելացիներուն գհեդաբնտեին, անոնք ալ ճուրին մեջ էին գան եւ խեղդվեցան։ Ինքը դղազավակներն է որ խեղդեց, բայց ինքը եւ իր հետ եղողները բոլորը խեղդվեցան ճուրին մեջ։ Եվ քանի դարիներ վերջը, քանի դարիներ վերջ, այնպես որ ուշադիրը լանք մենք ինչ կխոսենք, ուշադիր գլանք մարդոց նկատմամբ ինչպես կվարվենք, այնպես մը ապրիր կյանքիդ մեջ որ խիղճդ հանգիստը լա եւ սիրտդ մաքուրը լա։ Ամենուն նկատմամբ, թե քու կյանքիդ վրա, թե շուրջիներուդ վրա, կորձիտ ընկերներուդ վրա, ուր որ Աստված քեզի տրած է, արթուն եղիր եւ ըսկաստ եղիր։ Եվ գուզեմ քեզի ասել որ միշտ երբ որ մարդիկ մեզի գնեղացնեն, մարդիկ մեր վրա անպաստանություն գնեն, գզրբարդեն, գիտնանք որ մեր պատերազմը մարմինի եւ արյունի հետ չէ։ Մեր պատերազմը գիտես չարոքիներու հետ թեմե։ Ուրեմն ես ինչ որ քեզի այսօր վերջացներս առաջ ուզեմ քեզի ասել ամենեն առաջ եթե դու քու անցիդ հանդեպ կամ զավակներուդ հանդեպ ժխտական խոսքեր խոսածես մահիկ խոսքեր խոսածես ապաշխարե անոնց վրա եւ կնատուն այդ անցին զավակիդ կնկան այդ ամուսինիդ ներողություն խնդրե իսկ երկրորդը այդ անձերը որոնք քեզի քիդակցապար կամ անկիդակցապար քեզի ասենք խոսքեր խոսած են քու կյանքի վրա հրճագումներ ըրած են հրճագումը խոսիլ է որովհետև սատանան գուքա իրենց փափակը գուտա չարություն ունելու չարություն խոսելու
Շատ անգամ մեր նշмարած ես մեգումը չես ուզեր խոսք խոսիր, գիտես որ այդ անցին գնա վիրավորել եւ ցածնել առանց ուզելու այդ խոսքը գսես, բայց չգսես ինչու ուզի։ Սատանան միշտ արթուն է, անորոմալ միշտ պատրաստ մնանք եւ Աստծո հոգիով լավ որբեսի գարենանք թեմը տնել եւ երբ որ այսպիսի հարցակումներ կսկաս, գիտես ասանք չար հոգիմը տուն ասես ճշնամի ես քեզի կղրկեմ քու ճամփարդ եւ ես պիտի ապրեմ իմ օրհնությունս, իմ խաղաղությունս, իմ ուրախությունս, իմ բժշկությունս, անորոմալ կքաչալերեմ քեզի որ տուն գիտնաս որ եւ հավատաս որ ինչ որ բերանետ գելլե ադոնք կգադարվին լավ խոսքեր խոսե նույնիսկ որ դժվարության մեջ ես նույնիսկ որ մարմինդ կծավի ծավերու մեջ ես սա Հիսուսի վերքերով ես բժշկված եմ գիտեմ դժվար է ես ծավեր ունեցած եմ գրնալա կծավից չափ չէ ես ալ բարականեր ունեցած եմ գունենամ բայց սորվեցա մեկ բան որ դերո իմ ուրախությունս դերոջ զորությունն է կամ իմ զորությունս դերոջ ուրախությունն է որ դժվարություններու ժամանակ երբ որ վախի ժամանակ երբ որ թեմ կգենամ եւ դժվարության ժամանակ փառքաստո գսեմ եւ Հիսուսին գնայım եւ ատկեցվածքս եւ աթիրքս իմ վրաս իմ հոգիս մեջ խաղաղություն եւ հանգստություն կբերե եւ ես անգամի եւս կզորանամ զորացիր դերոշմով գարտա իրեն խոսքը միակ Հանը որ քեզի ուժ պիտի դա կարոզները շատ կարևոր են ուսուցումներ են փորձառություններ են որ մարդիկ կբաժնեցին հետը բայց Աստծո խոսքն է որ քեզի սնունդ կուտա Աստծո խոսքն է որ աչքերդ կփանա հոգիդ կփանա Աստծո խոսքն է որ ներքինդ կբժշկե Աստծո խոսքն է որ քու անձդ կջանչցնե Աստծո խոսքն է որ քեզի հույս կուտա քու ապակայդ այնպես որ բռնե Աստծո խոսքը տելեֆոնիդ վրա եմ մի գարտար ֆիզիկապես բռնե ատկիրքը քուգին ցերկդ եւ բռնե եւ գարտա իր շունչը թող քու շունչիդ կա եւ քու ցանկդ նորոգվի եւ քուգին դգարացած ծունգերը զորանա հավատքի կա զորանաս եւ ցանկի խոսքեր խոսիս Հիսուսի անունով բարի շաբաթ ավերջ կմաղթեմ օրհնված եղիր ամեն